Նիկոլ Փաշինյանի հետ 8 եպիսկոպոսների հանդիպումից հետո Մայրաթոռը գերագույն հոգևոր ժողով է հրավիրել։ Ժողով են արել նաև վարդապետները։ Սուրբ Էջմիածնում լրագրողներին Մայրաթոռի լուսարարապետ Անանիա Աբեղան հաստատել է, միաբանությանն առնչվող հարցեր են քննարկել, բայց երեկվա հանդիպման մասին դիրքորոշում չեն հայտնում, մեկնաբանություն չեն տալիս։ Երեկի Պաշտպանություն եկեղեցում Մայրաթոռ գնացած մի խումբ քաղաքական հասարակական գործիչներ, քաղաքացիներ հանդիպել են միաբանների հետ։ Հասարակական գործիչների Հոխիկյանի խոսքով հոգեվորականներն իրենց ասել են, որ եկեղեցու դեմ արշավ սկսած Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած 8 եպիսկոպոսներին կարգալույծ անելու հարցն են քննարկելու Գերագույն ժողովում։ Եկեղեցին ունի իր զավակների կարիքը, նկատում է Հոխիկյանը, մարդկանց կոչանում միանալ իրենց։ Խնդիրը ոչ թե սովորական մահկանացուների, այլ ազգային համակարգ եկեղեցու մասին է։ Նա Բագրատ arczepiskopos-ի խոսքերն է մեջբերել, լսենք։ Բոլոր հոգևորականները, բոլոր, սկսած ամենաշարքային քահանայից մինչև ամենավերին բարձրաստիճան հոգևորականները խոցելի տեղեր։ Մենք բոլորս մարդիկ ենք, բոլորս էլ մեղավոր ենք։ Անմեղ է եւ կատարյալը միայն Աստված, Աստծո որդին, բայց Բագրատ Սրբազանը մի շատ կարևոր խոսք ուներ, միշտ երբ որ մենք հանդիպում էինք Տավուշի թեմում, ասում էր եկեղեցու քարը սուրբ է այնքան ժամանակ, քանի դեռ նա եկեղեցու վրա է։ Երբ դու եկեղեցու վրայից հանում ես այդ քարը, գցում ես գետնին, նա դառնում է սովորական քարի կտոր ու իրենից ոչ մի արժեք չի ներկայացնում։ Հիմա այստեղ խնդիրը այն է, որ մենք եկեղեցու քարերը պահպանենք եկեղեցու վրա, ոչ թե քանդենք։ Նիկոլ Փաշինյանը փորձում է եկեղեցու քարերը հատ քանդել, ուղղակի հանել, հեռացնել, այդպիսով քարերը առանձին դառնում են ոչ մի բան, իսկ եկեղեցին փուլ է գալիս։